Միջնադարից պահպանված փաստաթղթերում կարելի է գտնել գույք ձեռք բերելու, կտակելու, նվիրելու բազմաթիվ վկայություններ։ Ազգային արխիվն էլ պահպանել է կտակներ, առուծախի պայմանագրեր, կնքված Կարսում, Ղարաքիլիսայում։ Նոտարական ինստիտուտը Հայաստանում 100-ամյակների պատմություն ունի, հայտարարում է Հայաստանի նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը։ Անկախ Հայաստանում, սակայն պալատը նշում է կազմավորման 20-ամյակ։ Մեծ հպարտություն է գիտակցելը, որ մենք նոտարիատի 100-ամյակների գրեթե 1000-ամյակի պատմության մի մասի կերտողն ենք, ինչ որտեղ միջնչին մասի, ընդամենը 20 տարվա պատմության։ Հոբելյանի կապակցությամբ Հայաստան են ժամանում բարձրաստիճան հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից։ Պատվավոր հյուրերի կազմում է Լատինական նոտարիատի միջազգային միության նախագահ Լեոնել Գալիեզը։ Այս միության անդամ է Հայաստանի նոտարական պալատն էլ։ Կայացած նոտարական ինստիտուտը հասարակության ապահովության ու անվտանգության գրավականն է ժողովրդավարական երկրներում։ Հանուն այս նպատակի պարտավոր ենք ջանքեր միավորել։ 20-ամյակի կապակցությամբ մեկնարկած գիտագործնական համաժողովի հյուրերին ողջունում է Հայաստանի նոտարական պալատի նախագահը։ Հիշում է 1000-ամյակների երկրում նոտարական պալատի 20-ամյակի կապակցությամբ տարբեր առիթներ միավորած միջոցառումների ընդհանուր խորագիրը։ Հենց այստեղից էլ եկել է Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի հիմնադրման 20-ամյակին նվիրված մեր միջոցառումների խորագիրը՝ հնագույն Հայաստանի նորագույն նոտարիատը։ Հյուրերը Հայաստանից հիշում են նոտարիատի աշխատանքը ոչ վաղ անցյալում։ ԲՏԽ անդամ Կարեն Թումանյանը պատմում է, թե ինչպես էին արկաթերությունները առաջացնում քաղաքացիների մշտական դժգոհությունները։ Մտքով գնացի ոչ շատ վաղ անցյալ, երբ գործում էին նոտարական գրասենյակներ, ինչ էին տեղի ունենում այդ գրասենյակներում, ինչպիսի կարծիքներ ունեին քաղաքացիները այդ գրասենյակների վերաբերյալ։ Մեր օրերում նոտարը կարող է 2 միլիոն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման կարգադրություն տալ, լսել վկաներին։ Օրենսդրական վերջին փոփոխությունների արդյունքում նոտարին են փոխանցվել դատարանի որոշ լիազորություններ։ Դատավորների մի շարք գործառույթներ փոխանցվել են նոտարներին։ Այս քաղաքականությունը թույլ է տալիս բեռնաթափել քաղաքացիական գործերով դատարանները, արդարադատությունը դարձնել ավելի մատչելի եւ արագ եւ արդյունավետ։ Նոտարիատին վերապահովեցին այնպիսի լիազորություններ, որոնք նախկինում իրացվում էին բացառապես դատարանների կողմից։ Անշուշտ սա նոտարական ինստիտուտի համար բացել է նոր մարտահրավերներ, ընդգծելով նոտարական գործունեության նշանակությունը։ Նոտարական ոլորտում կատարված բարեփոխումները շարժում են հյուրերի նախանձը։ Ваш нотариат вышел на свидетельствование фактов, частных фактов, касающихся предшествующих удостоверений сделок, наследований и так далее. У нас до сих пор эти вопросы осуществляются в судебном порядке, то есть устанавливают факты. Ոչ թղթային, թվային ակտեր են շրջանառության մեջ գտնվում Հայաստանում, դա դյուրացնում է էականորեն աշխատանքը։ Թվայնացնել ոլորտն ամբողջությամբ։ Այս դժվարին մարտահրավերի առաջ է կանգնած Հայաստանի նոտարական գրասենյակը, նկատում է արդարադատության նախարարի տեղակալը։ Որպես ռազմավարական առաջնահերթություն օրակարգում է նաև նոտարիատի թվայնացումը, որի շնորհիվ նոտարական ծառայությունները քաղաքացիների համար կդառնան ավելի հասանելի, պարզ եւ արագ։ Լիլիթ Մուրադյանն էլ հիշեցնում է գիտագործնական համաժողովի խորագիրը, այն բարեփոխումներ է խոստանում բոլոր ուղղություններով։ Արդիականացնել ու պարզեցնել նոտարական գործողությունների կատարման ընթացակարգերը, դրանք քաղաքացիների համար դարձնել ավելի հասանելի։ Հենց այս սկզբունքով էլ ընտրվել է միջազգային այս համաժողովի խորագիրը՝ նոտարիատի զարգացման հեռանկարները։ Հայաստանում նոտարիատի կազմավորման ակունքներում կանգնած պալատի անդամները պարգևատրվում են պատվոգրերով։ Արսեն Դումանյան, Վարդան Գրիգորյան, Լրաբեր։